Առնվազն 12 զոհ, տասնյակ վիրավորներ ու հարյուրավոր ձերբակալվածներ, այրվող բարիկադներ ու ցուցարարներով լի փողոցներ։ Այսպիսին է պատկերը հետընտրական Վենեսուելայում։ Ընդդիմությունն անտեսել է ցույցի արգելքն ու դուրս եկել Կարակասի փողոցներ, ցուցարարների ինքնաշեն ռումբից տուժել է 7 իրավապահ։ Բախումների հետևանքով մահացել է 1 ոստիկան ու 3 անչափահաս։ 12 զոհերից մեկը ընդդիմության երիտասարդ թևի առաջնորդն է։ Սպանվել է Սահմանադիր ժողովի անդամության թեկնածուն։ Արյունալի բախումների ֆոնին Մադուրոն Սահմանադիր ժողովի նորընտիր անդամ դարձած կնոջ հետ տոնում է հաղթանակն ու ծիծաղում իրեն քննադատողների դեմքին։ Ես չեմ վախենում կայսրությունից, ես ազատ երկրի անկախ ղեկավար եմ, իմ դեմ պատժամիջոցներ են կիրառել ազատ ընտրություններ անցկացնելու համար, ես հպարտանում եմ այդ պատժամիջոցներով, այս որոշումը Միացյալ Նահանգների կայսր Թրամփին նախանձի անօգնականության, հուսահատության ու ատելության մասին է խոսում։ Սա Մադուրոյի արձագանքն է իր դեմ նահանգների հայտարարած ֆինանսական պատժամիջոցներին ու իրեն բռնապետների ցանկ ներառելուն։ Մադուրոն ուղղակի վատ նախագահ չէ, այսուհետև նա բռնապետ է։ Սահմանադիր ժողովի ընտրություն անցկացնելու գաղափարը Մադուրոյինն էր, նորաստեղծ մարմինը կոչված է փոփոխություններ կատարել մայր օրենքում։ Ըստ Մադուրոյի, ասամբլեան, որտեղ ներկայացված կլինեն բնակչության բոլոր շերտերը, կհաշտեցնի հակամարտող կողմերին ու կկարգավորի հակամարտությունը երկրի ներսում։ Այս տեսակետին չէ գլխավոր դատախազը, որը կդառնա Սահմանադիր ժողովի առաջին թիրախը։ Շուտով ամբողջ իշխանությունը կկենտրոնանա մեկ բռունցքի մեջ, կդառնա անվերահսկելի ու անկանխատեսելի։ Ընդդիմությունը դիրքերը չի զիջում, քաղաքացիները բարիկադներ են կառուցում նոր ցույցերի համար, որոնք կանցկացվեն մինչև օգոստոսի 3-ը Սահմանադիր ժողովի ձևավորման վերջնաժամկետը։ Կանե Ղազարյան, ժամը լրատվական։